հանդիպում, որ կյանքեր է փոխում։ Եվ այսօր ուզում եմ ձեր եւ մեր կողմից շատ ճանաչված երկու անձնավորության մասին խոսեմ, քանի որ մենք շատ ժամանակ էլ չունենք, շատ ժամանակ էլ չեմ վերցնի։ Գիտենք, որ Սուրբ Գիրքը շատ հին գիրք է, չէ՞։ Եվ նորություններ լսելու համար ճիշտ չի լինի, որ դու Սուրբ Գիրք բացես կարդաս։ Նորություններ լսելու համար մարդիկ հեռուստացույց են միացնում կամ չգիտեմ, համացանցից են օգտվում։ Սուրբ Գիրքը հին գիրք է, բայց ամեն օր թարմ, ամեն օր զորեղ, ամեն օր յուրովի եւ նորովի։ Ուրեմն Սուրբ Գրքի մեջ Ղուկասի ավետարանի մեջ մի հատ շատ լավ հետաքրքիր մի անձնավորություն կար, որը հանդիպում ունեցավ Տեր Հիսուսի հետ։ Ես կխոսեմ մի տղամարդու եւ մի կնոջ մասին։ Այդ տղամարդու անունը Զաքեոս էր։ Չէ՞։ Հիշում եք Զաքեոսին։ Հենց ասում ենք Զաքեոս, բոլորս պատկերացնում ենք սենց տկար մկար, սենց կարճ մար, սենց չէ, սենց կան, չէ։ Երևանում մի հատ եղբայր ունենք, շատ կարճ է, չգիտեմ, երևի Զաքեոսն էլ է բոյիներ, ինչ չեմ հասկանում։ Գրված է նրա մասին, որ կարճահասակ էր։ Դե մեր բաներով կարճահասակները միանգամից երևում են, էլի, որ այդ տեսակ մարդիկ են, ոչ թե այն լրիվ կարճահասակներից են, որ լիլիպուտներ են կոչվում, չէ, ուղղակի այդ մարդը կարճահասակ հրեա էր։ Չգիտեմ, նրա բոյը գրված չի, շատ բան գրված չի, եւ կարևոր մի բան կա գրված այնտեղ, 19-րդ գլխի առաջի համարից կարդանք, կարդացել եք, չէ, Զաքեոսի մասին, մի անգամից ասոցացումներ է գալիս Զաքեոսի մասին, հենց լսում ենք, Զաքեոսի մասին դաժե երգ կա, պիտի երգենք Արամի հետ, չէ, չգիտեմ, Արտավազդ Ախպերն է թարգմանել այդ երգը, ճանապարհ ինձ տվեկը, Տերը օրհնի շատ։ 19-րդ գլխի առաջի համարից եւ մտած Երիքովի մեջով անցնում էր։ Եվ ահա մի մարդ անունով Զաքեոս կոչված, որ նա մաքսապետ էր, ինքը հարուստ էր։ Ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև հասակով կարճ էր։ Եվ առաջ վազեց, վեր իրավ մի ժանտաթզենի, որ տեսնի նրան, որովհետև այնտեղով պիտի անցներ։ Եվ երբ որ այնտեղ եկավ, Հիսուսը վեր նայեց եւ նրան ասեց. «Զաքե, շուտ արա, իջիր, որովհետև այսօր ինձ պետք է քո տանը կենալ»։ Նա էլ շտապելով իջավ, ուրախությունով ընդունեց նրան։ Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին, ասում էին. «Մեղավոր մարդու մոտ եմ մտել հանգիստ առնելու»։ Զաքեոսն էլ կանգնեց ու Տիրոջն ասեց. «Տեր, ահա իմ ինչքերի կեսն աղքատներին եմ տալիս։ Եվ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, 4 պատիկ կվճարեմ»։ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է, որովհետև մարդու որդին եկավ, որ որոնի եւ ապրեցնի կորածին։ Փառք Տիրոջը։ Հետաքրքիր մի իրավիճակներ, Տեր Հիսուսը քայլում էր երկրի վրա, իր ծառայությունն էր անում, շրջապատված էր շատ մարդկանցով։ Շատերն էին իրան շրջապատած, այսպես բազմությամբ sense գնում էին։ Եվ պետք եղավ, որ Երիքովով անցնում էր, եւ այդ Զաքեոս անունով անձնավորությունը, որի մասին գրված է, որ շատ կարճահասակ էր, նրա մասին նաեւ մինչեւ որ կներկայացնի իր տկարությունը, ներկայացնում է իր առավելությունները, յանի մաքսապետ էր եւ հարուստ էր, բայց կարճահասակ էր։ Այդ բայցը միշտ կա, չէ՞, մարդկանց կյանքի մեջ։ Նայում ես, համարած ոնց որ սաղ տեղն է, բայց միշտ այդ բայցը կա։ Մեր կյանքերի մեջ էլ կա, ժողովուրդ։ Նայում ես սենց կամ բուսաթով, բոյով, սենց հավեսով տղայա, բայց մի հատ բայց ունի իր կյանքի մեջ։ Աստված թողնում է, որ միշտ հիշես, որ այդ տկարությունը քոնն է, էլի։ Դու այդ մարդն ես։
Հնեն չի որ լրիվ նորմալ է։ Եվ բացի այդ շատ արհամարված էր եւ չսիրված մի անձնավորություն էր Զաքեոսը։ Չեմ ուզենա երբեք նմանատիպ մեկը լինել, որ արհամարված կլինես, անտեսված, որ քեզանից կզզվեն, քո հետևից ինչ ասես կասեն, կանիծեն։ Զաքեոսը նմանատիպ մի անձնավորություն է, որտեղ Մաքսապետ էր, հրիա։ Իսկ Մաքսապետերը հռոմեական կայսրության ժամանակ ինքը աշխատում էր հռոմեական թագավորության համար, կայսրության համար։ Նա հրյա էր, բայց աշխատում էր Հռոմի համար։ Այսինքն հրյաներից հավաքում էր եւ տալիս էր Հռոմին, իսկ այդ արանքին ինքը շահում էր։ Եվ իր խոստովանությունից ելնելով մենք հասկանում ենք, որ նաեւ զրպարտել է, նաեւ զրկել է։ Մեկը կա, Արամը ենթադրենք, ինչ որ բան ունի, գնացել, ասել դու այս ինչ բանը պիտի տաս։ Արամն ասել, բայց ինչի պիտի տամ, դե լավ ասել, կտեսնես։ Հաճախ հանդիպում է մեր կյանքի մեջ էլ, չէ։ Գնում է զրպարտում է, քաշա տալիս դատարան, ձեռից եղածնել տանում է, Արամս մնում է առանց ոչ մի բանի։ Եվ Արամի հարստության շնորհիվ հարստանում է այդ անձնավորությունը։ Բան չի փոխվել երկրի վրա, ժողովուրդ, ամեն դարերում նույն բանն է եղել։ Մեր օրերում էլ է նույնը։ Բայց մի հետաքրքիր բան է կատարվում մարդկանց կյանքի մեջ։ Շատ մի ռադիկալ մի փոփոխություն է գալիս մարդկանց կյանքի մեջ, երբ որ այդ մարդը հանդիպում է ունենում Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Հələ լսեք։ Եղբայրներ, քույրեր, Հիսուսը պիտի անցներ ուղակի։ Նա լսել էր Հիսուսի մասին։ Այդ չսիրված, անտեսված իր հույսը հարստության վրա գուցե դրած մեկը, բայց Հիսուսի մասին լսել էր ու ցանկություն էր առաջացել իր մեջ հանդիպել Հիսուսին, տեսնել նրան։ Եվ դրա համար ինքը քայլեր ձեռնարկեց։ Այս դրա համար սիրում եմ Զաքեոսին, որ հասնեմ Փարքի լույսին, գուցե որ տեսնեմ ջերմ կգրկեմ իրանել։ Այդ բուրըն ցանկության համար։ Եղբայրներ, քույրեր, նրա ուզածը շատ բան չէր։ Արտավազ եղբայր, նրա ուզածը շատ բան չէր։ Շատերը Հիսուսի հետևից գնում էին տարբեր պատճառներով։ Ինչ որ մեկը գնում էր հիվանդությունից բժշկվելու, ինչ որ մեկը գնում էր ուտելու, խմելու, բայց Զաքեոսի ուզածը ոչինչ էր։ Միայն տեսնեմ, միայն տեսնեմ։ Ինչ է մեր ուզածը։ Չեմ ուզում պատասխանես, ուզում եմ խորհես։ Յուրաքանչյուր սուրբ գրային հերոսի մեջ մենք պիտի կարողանանք գտնել մեզ։ Եվ երբեք պիտի չասենք, դա Զաքեոսի համար է գրված։ Դա մեր հարևան էս ինչի համար է գրված։ Չէ։ Դու պիտի գտնես քեզ, ինչա քո ուզածը։ Ինչի համար ես Հիսուսի հետևից գնում։ Եվ ինչի համար ես ուզում հանդիպես Հիսուսին։ Զաքեոսի ուզածը մեծ բան չէր։ Նա ուզում էր տեսնել։ Գրվածը նա ուզում էր տեսնել Հիսուսին։ Եվ այդ միակ այդ բանի համար նա քայլեր ձեռնարկեց, անտեսելով ամեն դժվարություն։ Գրված է որ բարձրացավ ժանտաթզենին, չեմ տեսել ժանտաթզենի, բայց ասում են ինքը փշերով ծառա։ Այդ դժվարությունները անտեսելով, ճեղքելով բարձրացավ ժանտաթզենին եւ գուցե այդ տերևներով ծածկված ուղղակի մի sense բաց արանք կար։ Եկեք խորենք պատկաստենք, մի պահ տեղափոխվենք հին աշխարհ, հա։ Զաքեոսին տեսնենք ծառի վրա։ Այսպես վերևից նայում էր, որ Հիսուսը պիտի գար ու անցներ։ Շատ բան չէր ուզում, ով է այդ Հիսուսը, ուզում եմ տեսնել իրան։ Եվ թվում էր, թե Հիսուսը կգա ու կանցնի։ Եվ նա մի հայացք էլ հետևից կգցի, կարծես անճար մի հայացք, անօգնական մի հայացք։ Եվ այսպես նայելով նայում էր զմայլված Հիսուսի ներկայությամբ, Հիսուսի պատկերով, ուղեկցող բազմությանն էր տեսնում եւ գուցե նախանձում էր, որ ինքը չէր կարողանում նրանց մեջ լինել։ Հիսուսը եկավ ու անցնում էր, բայց Տերը կանգ առավ։
Մեր Տերը այդպիսին է, ժողովուրդ։ Նա անտարբեր չի անցնում ոչ մեկի ցանկությանը, փափագին, այդ հանդիպման փափագին։ Եվ Հիսուսը եկավ ու կանգնեց, գլուխը բարձրացրեց, գուցե շատերը չէին էլ նկատել այդ տերևների մեջ, այդ թազեն մեծ տերևներ ունի, գիտեք, չէ՞։ Չէին էլ նկատել, ես ինչի կանգնեց Հիսուսը։ Հիսուսը վերև նայեց, Զաքե, անունով գիտեր։ Հիսուսը բոլորին գիտի։ Երբեմն այն նոր ապաշխարած ժամանակ, դե որ աղոթում ես, կարդում ես, երգում ես, փառաբանում ես, մտքովս մի բան անցավ մի օր, ասում եմ, դե ես մի քիչ sense արդեն տեղեկություն ունեմ Աստվածաշնչից, Տիրոջից, տենաս ինքը ինչ ճանաչում է։ Տենաս ինքը իմ անունը գիտի։ Մեկ էլ աչքս դիպավ Հովհաննես 10-ի մեջ, որ գրված է, ես ճանաչում եմ իմիններին։ Ես ճանաչում եմ իմիններին եւ ճանաչվում եմ իմիններից։ Ամեն։ Հիսուսը քեզ ճանաչում է։ Կարող ես մի երկու հոգու ասես, Հիսուսը քեզ ճանաչում է։ Անունով գիտի։ Անունով գիտի։ Հիսուսը հայացքը բարձրացրեց վերև ու ասեց. «Զաքե, վարի չիր»։ Դու որ մտածում ես, որ այդ մի պահը կանցնի, Հիսուսը անցնում էր այսպես հուսահատված երևի Զաքեոսը մտածում էր, որ վերջ այդ մի պահն էր, բայց Հիսուսը կանգ առավ։ Մեր կյանքերի մեջ երբեմն գալիս է պահեր, եղբայրներ, քույրեր, թվում է թե ձեռիցդ բաց ես թողնում այդ պահը։ Թվում է թե Աստված հանկարծ կարող է անցնել, չնկատել։ Այն վիճակը ինչի մեջ դու հայտնվել ես, բայց վստահեցնում եմ քեզ, Աստված ամեն ինչից տեղյակ է։ Նա գիտի, եւ նա գիտի ճիշտ պահին օգնելու, հասնելու, քաջալերելու, բարձրացնելու։ Զաքեոս, իչի այսօր ես քո տուն եմ գալու։ Վայ, ես էլ մի հատ ուրիշ հարված էր շրջապատողներին։ Որովհետև գրված է, չէ՞։ Ասում է, նեղվեցին։ Ասում է, ու ասեցին, տեսնողները տրտանջում էին, ասում, մեղավոր մարդու մոտ է մտել հանգիստ առնելու։ Այդ մարդիկ էլ միշտ կան մեր շրջապատում, որ երբ որ Տերը քեզի բարձրացնում է, ներում է, փոխում է։ Չգիտեմ ինչ կյանքից ես դու եկել, եղբայրս, քույրս։ Բայց կարևորը նա է, որ դու ունենաս այդ հանդիպումը Հիսուսի հետ եւ կյանքդ փոխվի։ Որտեղ էլ եմ ասում, շատերն էին գնում Հիսուսի հետևից, բայց նրանք չունեին այդ անձնական հաղորդակցությունը, նրանց կյանքերը չէր փոխում։ Մի առիթով Տերը ասեց, երբ որ իրեն որոնում էին, այն մյուս ափին ասաց դուք ոչ թե նրա համար, որ տեսակ հրաշքներ ինձ հավատում եք, այլ որ կերակ ու կշտացակ։ Այ դրա համար եք գալիս։ Ինչի համար ենք մենք հետևում Տեր Հիսուս Քրիստոսին, ինչ է մեր ուզածը։ Հիսուսը մտավ Զաքեոսի տուն եւ նրա ներկայության մեջ եկավ այդ ներումը, այդ ազդեցությունը։ Աստված ես։ Քանիսը եք ազդված Հիսուսից։ Քանիսը եք ազդվել եւ զղջում ա եկել ձեր մեջ։ Ձեր արածների համար, ձեր ապրածի համար։ Եվ բացի այդ զղջումը քանիսը եք որոշել փոխվեք, որովհետեւ Զաքեոսը որոշեց փոխվել։ Այնպես չէ, որ եղբորդ կամ քրոջը դեմ կամ հարևանի դեմ ինչ որ մեղք ես գործել, Աստծուց էլ ներողություն ես խնդրում, բայց եղբորիցդ ոչ մի ներողություն էլ չես խնդրում։ Հա դե Աստված ներել է եղբայրը հեչ, մարդը հեչ։ Չէ։ Եթե մարդու դեմ ես մեղանչում եղբայրս քուրս, մարդուց ներողություն չխնդրի, Աստծուց կարիք չկա ներողություն խնդրելու։ Աստծուց ներողություն խնդրի, որ էությունդ փոխի։ Եվ նա կարող է փոխել, որովհետև նա ունի այդ զորությունը։ Այդ զորությունով Տերը հպվեց Զաքեոսին եւ նա փոխվեց։ Որոշում կայացեց փոխել։ Ում որ զրկել եմ, զրպարտել եմ, թալանել եմ, հələ որ ունեցվածքից կեսը տալիս եմ աղքատներին, կտամ աղքատներին, այդ լուրջ փոփոխություն է։ Եվ ասում ում որ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ։ Երբեմն մեր կյանքի մեջ իսկի չենք էլ ուզում մի անգամ
խոսենք այդ անձնավորության հետ, ում դեմ ինչ որ բան են կարել կամ հարևանը կամ չգիտեմ էլի։ Իսկ ես մարդը 4 անգամ ասում եմ ես ավելի կվճարեմ այդ պատճառածս նեղության համար։ Սա իսկական ապաշխարություն է, եղբայրս ու քույրս։ Սա իսկական որոշում է, սա իսկական ընտրություն է ապրել Հիսուսի հետ, ապրել Հիսուսի համար, Հիսուսի կանոններով, Սուրբ գրքի կանոններով։ Թող Տերը մեզ ուժ տա զորացնի, գիտեմ դժվար է, հեշտ բան չի, ներելը հեշտ բան չի։ Ասեք, որ հեշտ բան չի։ Մի առիթով Տերը ասեց, որն է ավելի հեշտ, վեր կաց մահիճդ առ ու քնա ասելը, թե քո մեղքերը քեզ ներված ասելը, բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին իրավունք ունի երկրի վրա մեղքերին թողություն տալու, անդամալուծին ասեց, վեր կաց մահիճդ առ ու գնա, որն է ավելի հեշտ։ Գիտեք, մեղքը քաղցկեղից վատ բան է։ Քաղցկեղով տառապող եղբայրներ քույրերի եմ տեսել, որոնք ազատ են եղել, ներված են եղել, եւ նրանց հայացքը դեպի երկինք է ուղղված եղել։ Բայց մեղքի բեռի տակ առողջ մարդիկ եմ տեսել, որոնք կարծես քաղցկեղից ճարակված եղնեն, ճնշված, կռացած։ Թող Աստված հեռու պահի մեզ այդ ամենից։ Եթե կա որևէ մեղք, որը տանջում է մեզ, արագ ազատվենք դրանից եւ լինենք ազատ Տիրոջ ներկայության մեջ։ Ամեն։ Զաքեոսը հանդիպեց Տիրոջը եւ այդ մարդու կյանքը փոխվեց, այդ տղամարդու կյանքը փոխեց։ Այս մեղքի աշխարհում հոգնել է իմ հոգին, ապրելով խավարում եւ կարոտ Քրիստոսին, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, այդ խանգարողները կլինեն եղբայրներ քույրեր, ուժ ստացեք, Տիրոջից զորություն ստացեք գնալու առաջ։ Այս մեղքի աշխարհում հոգնել է իմ հոգի, ապրելով խավարում եւ կարոտ Քրիստոսի, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի, Զաքեոսի սրտում խաղաղություն չկար, բայց գտավ այն դեպքում, երբ Հիսուսին տեսավ, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի, ձանձրացել եմ արդեն երկրային այս կյանքում, էլ չեմ կարող ապրել, Հիսուսին եմ գնում, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ,
ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսի Սա է մեր փափագը Փառք Տիրոջը Գուցե որոշներս կարողացան գտնել մեզ Զաքեոսի կերպարի մեջ թեպետ եւ մաքսապետ չենք հարուստ չենք բայց որոշակի եզրագծեր գուցե կարողացանք տեսնել մեր ընթացքի, մեր անցած ընթացքի կյանքի մեջ Մաթեոսն էլ էր, Ղևին էլ էր մաքսավոր, բայց Զաքեոսը Մաթեոսի պետն էր հասարակ մեկը չէր, բայց այդ հանդիպումից փոխվեց նրա կյանքը Երկրորդ անձնավորությունը, ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս երբ որ հանդիպել ենք Տիրոջը, մեր կյանքն էլ է փոփոխվել, ամեն, դու առաջվանը չես, այնպես չի, ես ճանաչում եմ շատ եղբայրների, քույրերի, որոնք իրոք առաջվանը չեն, նրանք անցած կյանքում մինչև ապաշխարել ուրիշ մարդիկ են եղել եւ երբ որ ապաշխարել են մտածել եմ տեսնես ճիշտ է այս իր ապաշխարությունը որովհետեւ այնքան մեղավոր մեկն է եղել Ես էլ եմ մեղավոր եղել եղբայրներ քույրեր շատ բայց 15 տարեկանում եմ ապաշխարել չեմ հասցրել այդ փառք Տիրոջը այդ շատ բաները աշխարհի զեղությունները ունենալ իմ կյանքի մեջ, բայց այդ հարվածները միշտ բոլորի վրա կա։ Իսկ մարդիկ կան, որ հենց դրա այդ աղտոտության մեջից են ապաշխարում ու գալիս մաքրվում, հանդերձները սպիտակացնում Տիրոջ արյունով։ Փառք Տիրոջ այդ անձնավորությունների համար։ Քաջ եղեք, մնացեք հավատարիմ եւ մնացեք Տիրոջ մեջ եղբայրներ եւ քույրեր։ Կողքի կարծիքները միշտ դաժան են։ Այս են բանը չի, չէ, ես այլևս նա չեմ, և նմանատիպ մի անձնավորություն էլ կար մի կին, մի աղջիկ սովորական, որը որ հրեա չէր, սամարացի էր, սամարացի կինը, բոլորդ գիտեք չէ այդ անձնավորությանը, Հենց ասում եմ սամարացի կին, բոլորը էլի ասոցացնում են ինչ-որ մեկի հետ, այ են մեր հարևանը են, որ կա, իսկը նրա նման է, 5 ամուսին է ունեցել, 6-րդն էլ որ ունի, Իրանը չի, եւ այլն, այդ հասկացանք, բայց փորձենք հասկանալ ինչ կատարվեց այս կնոջ կյանքի մեջ, Հովհաննեսի ավետարան 4-րդ գլխի մեջ, Տեր Հիսուսը էլի իր առօրյա ծառայություններով իր թիմի հետ անցնում էր եւ հասավ Հակոբի ջրհորի մոտ դե մարմնի մեջ էր այն ժամանակ էլ այս մեքենաները բաները չկային որ հանգիստ առոք-փառոք Երևանից նստել ենք հասել ենք Հրազդան ոտով չգիտեմ ուրիշ տրանսպորտներ կային ձի էշ հոգնել էր ասես նստեմ մի քիչ այդ ջրհորի մոտ հանգստանամ, եղբայրներն էլ ասեցին սոված կլնես, գնանք այն դիմացի քաղաք հանդեից հաց բերենք։ Եղբայրները թե ոնց, մեկդ գնայիք բերեիք, հաց պետք է բերեիք էլի, կամ երկուսով գնայիք, սա աղովի վեկացան գնացին։ Հիսուսին մենակ թողեցին այդտեղ այդ ջրհորի մոտ։ Ես իմ հետ ինչ պետք է բերեին էլի այդ քաղաքից։ Եվ հանկարծ գրված է, որ Սամարիայից մի կին եկավ ջուր հանիլ։ Հիսուսը նրան ասեց, ինձ ջուր տուր խմեմ, ինչքան կլինեք լսած այս պատգամը, այս խոսքերը, ինձ ջուր տուր խմեմ։ Որովհետև նրա աշակերտները քաղաք էին գնացել, որ կերակուր առնեն։ Սամարացի կինն էլ նրան ասեց, դու, որ հրեա ես, ինչպես ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի սամարացի կին եմ, որովհետև հրեաները չէին խառնվում սամարացիների հետ։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան. Եթե Աստծո պարգևը իմանայիր, եւ թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել,
ապա դու նրանից կխնդրեիր եւ նա կենթանի ջուր կտարքես։ Կինը նրան ասեց. Տեր, դու դույլ էլ չունես, որ հորը եւ հորը խորն է, ապա որտեղից ունես կենթանի ջուրը։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս հորը տվեց մեզ եւ ինքը սրանից խմեց, նրա որդիները, նրա անասունները։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան. Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալիս նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխի։ Կինը նրան ասեց. Տեր, դուր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ, էլ չգամ այստեղ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասեց. Գնա, կանչիր քո մարդուն։ Եվ արի այստեղ։ Կինն էլ պատասխանեց ու ասեց. Ես մարդ չունեմ։ Հիսուսը նրան ասեց. Լավ ասեցիր, թե մարդ չունես, որովհետև դու 5 մարդ ես ունեցել։ Եվ նա, որ հիմա ունես, քո մարդը չէ։ Դա ճշմարիտ ասեցիր։ Կինը նրան ասեց. Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերը այս սարում երկրպագություն արին, եւ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, ուր պետք է երկրպագություն անել։ Հիսուսը նրան ասեց. Կին, հավատա ինձ, որ ժամանակ կգա, որ այն ժամանակ ոչ այս սարում կերկրպագեն հորը եւ ոչ էլ Երուսաղեմում։ Դուք երկրպագում եք նրան, որին չգիտեք։ Մենք երկրպագում ենք նրան, որին գիտենք, որովհետեւ փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգու ճշմարտության մեջ կերկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությունով երկրպագեն։ Այս երկխոսության մեջ, շարունակության մեջ, երբ որ աշակերտները վերադառնում էին, տեսան, որ Հիսուսը նստած է Սամարուհու հետ խոսում է եւ աներևակայելի, իրենց ուղեղին անհասանելի մի բան էր։ Ոնց կարող է Հիսուսը սրա հետ նստի, բայց ցեն չհանեցին աշակերտները։ Այն Պետրոսը, որ մեկ ռիսկավորվում էր ու ժողովանում էր, ինչ որ բաներ էր խոսում, այն էլ էր լուր, բան չասեց։ Վերադառնանք այս կնոջը։ Հիսուսը ասեց. այն ջուրը, որ ես կտամ, հավիտենական կյանքի աղբյուր կլինի։ Եվ այս կինը, այս հանդիպման մեջ, այս երկխոսության մեջ, հանկարծ հասկացավ, որ ինքը ուրիշ մի ջրի կարիք ունի, որը չի ծարավեցնի, այլևս չի վերադարձնի քեզ այն հին վայրը, որտեղից դու խմել ես։ Սա մի մեծ ցանկություն էր, որ այդ կնոջ մեծ առաջացավ։ Դուր ինձ այդ ջուրը։ Ես այլևս չեմ ուզում գալ, այս հին աղբյուրներից խմել։ Թող այն ջուրը, այն կենթանի ջուրը իմ մեջ է լինի, իմ փորից էլ բխի։ Նա հանդիպել էր կյանքի ջրին։ Եվ Հիսուսը նրան ասեց. եթե դու իմանայիր, թե ով է նա, որ քեզ ասում է ինձ ջուր դուր խմելու։ Եղբայրներ, քույրեր, մի կին, չգիտեմ ոնց որակավորեմ այս աղջկան, 5 ամուսին, մարդիկ մի հատ չեն կարողանում ունենան, այսի 5 ամուսին ունեցե, հիմա 6-րդը, որ ուներ, հետ էլ իրանը չէր, իմումներ, կարող ես գտնել քեզ դրա մեջ, թե դա նրա համար է գրված։ Լավ ասեցիր, բայց կինը անկեղծացավ, ասեց, հա, չունեմ, չասեց, հա, ստե սպասի հեսա գնամ կանչեմ, գնար մի հատ էլ այդ տղուն համոզեր, արիլա, տես Հիսուսն ինչ ասում, կանչ է տենց կանայք, որ գնում են զորով ինչ որ բանի մեջ են ուզում ներքաշեն իրանց ամուսիններին։
ասավ չունեմ։ Հիսուսը գնահատեց նրա անկեղծությունը, ասեց ապրես, լավ ասեցիր։ Եվ այս կինը, որ խոսած Տիրոջ հետ, ստացավ այդ կյանքի ջուրը կարծես հենց այդ պահին, հասկացավ, որ իր մոտ նստած, իր հետ խոսացող մեկը մարգարե որոշում կայացրեց, առաջվանը չլինել, փոխվել, և զորություն առավ իր մեջ, գնալ Սամարիա, և ինչ անել, ավետար անել, վկայել, եկեք հլը, եկեք տեսեք, եկեք հլը տեսեք, ես մարդը մարգարե է, ինչ արել եմ ասել է, եկեք հլը տեսեք ինքնա Մեսիան, խառնեց ամբողջ քաղաքը, ամբողջ օր գրված է այդպես, կարդացել եք, չէ՞։ Այդ անձնավորությունը, այդ անտեսված, գուցե շատերի հայացքը զզվանքով էր միշտ նետվում այդ կնոջ վրա, սրա տունը քանդեց, նրա տունը քանդեց, նրա տունը քանդեց, հիմա այս կինը ավետարանում է, փոխվել է, ծանոթ բան եմ ասում, այս առաջվանը չեմ, այլևս փոխվել եմ, եղբայրս ու քույրս, եթե դու այդ հանդիպման արդյունքում փոխվել ես, քեզ պետք է, որ ինձ էլ քեզ հետ միասին, մեզ պետք է, որ մենք գնանք եւ այդ մարդկությանը, այդ քաղաքին ասենք, որ եկեք հլը, տեսեք այն անձին, որին հանդիպել եմ, ինչ որ արել եմ, ասեց։ Եկեք տեսեք, այդ հանդիպումը ինքը ունեցել էր, ուզում էր, որ այդ քաղաքն էլ գա Հիսուսի հետ հանդիպի։ Որովհետև այդ փոփոխությունը ինքը զգացել էր, ուզում էր այդ քաղաքն էլ այդ փոփոխությունը զգար։ Ու հետաքրքիրն ի՞նչն է, որ այդ քաղաքը այդ կնոջը լսեց։ Ու եկան։ Զարմանալի է, չէ՞։ Պատգամավոր եղներ ասեինք, հա, խոսքի գնար հրապարակները մեծ խոսար, ասեինք, հա, ժողովուրդը լսեր, բայց սրան ինչ որ կայծ տեսան իրա մեջ, ինչ որ փոփոխություն տեսան իրա մեջ, և ուզեցան հանդիպեն այն Հիսուսին, որին ինքն էր հանդիպել։ Եվ եղավ այդ հանդիպումը, գրված է, որ ամբողջ քաղաքը եկավ, և Հիսուսին հանդիպեց, Հիսուսը մտավ նրանց մեջ, և հետո այդ քաղաքի մարդիկ այս կնոջը մի բան ասեցին, որ հնարավոր է, որ մի օր էլ քեզ ասեն, և շատ լավ կլինի, որ ասեն, Արմեն ջան, այլևս քո ասելով չի, որ հավատում եմ, այլ մենք անձամբ տեսանք, հիմա շատ կուրախանամ, որ ինչ-որ մեկը կանգնի ու ասի, Բեգլար աղբերս, այլևս քո ասելով չի, որ հավատում եմ, այլևս քո ասելով չի, այլ ես անձամբ հանդիպեցի նրան։ Լինում է, որ արտավազ եղբայրն էլ հանդիպած կլինի նմանատիպ մարդկանց, ովքեր տարիներ առաջ հաղորդակցվել են, շփվել են, հիմա տարիներ հետո մոտենում են, ասում են, ես ապաշխարել եմ այս քարոզի ժամանակ, այդ ծառայության ժամանակ, Տերը օրհնի քեզ, ես էլ առաջվանը չեմ, երբեմն ինձ էլ են մոտենում, ասում են, հիշում ես, դե չեմ հիշում, որտեղից հիշեմ։ Ասում եմ, փառք Տիրոջը, դու առաջվանն ես, չէ, ես այլևս փոխվել եմ, ջրով մկրտվել եմ, հոգով մկրտվել եմ, դե ասում եմ, փառք Տիրոջը, ունեցել է այդ հանդիպումը, ամբողջ բանը դրանում է կայանում, որ մենք փոխվելով, հանդիպելով Հիսուսի հետ, փոխվելով, կարողանանք փոխանցել նաև դա մեր ունկնդիրներին, մեր համակարգացիներին, որոնց մեջ էլ առաջանա այդ ցանկությունը հանդիպելու նրան, որին մենք ենք հանդիպել ու փոխվել ենք։ Ցավոք սրտի մեր իրականության մեջ կա նաև հակառակը, որ չեն ուզում այդ եկեղեցի մտնողներից մեկին տեսնում են ու չեն ուզում դրա պատճառով մտնեն եկեղեցի։ Դե որ ես ինչը գալիս է ձեր եկեղեցի, ես չեմ գա։ Էն էլ է հավատացյալ։ Ցավոք սրտի այդ իրականությունն էլ կա։ Մի եղի դրանցից, խնդրում եմ քեզ։ Մի եղի դրանցից։ Թող Տերը շնորհ տա, որ մենք կարողանանք Տիրոջմով ապրել,
քարոզել եւ բաց նամակ լինելու օրինակ լինել։ Չես պատկերացնի, եղբայր, այս հարևանը ինչա բերում իմ գլուխը։ Հայհոյում, ասում, սենց անում, են օրնել, վեր կալավ, լվացքը նոր է ярել, փռել, վեր կալավ, թոգը կտրեց, ամբողջ լվացքը փռվեց ցեխի մեջ։ Ինչ անեմ ես հիմա այդ հարևանին։ Չգիտեմ, Ռաֆայել եղբայրը գուցե պատմած լինի։ Ասմա, ասեցի, քույրիկ ջան, քեզ խփեց։ Ասմա, չէ, հա, էդ էր պակաս։ Ասմա, ափսոս։ Էլեսի թքեց։ Ինչ ես ասում։ Բա դու Հիսուսից լավն ես։ Հիսուսին խփում էին։ Անարգանքի խոսքեր էին ասում։ Եղբայրներ, քույրեր, դա թուլության նշան չի, ինձ ճիշտ հասկացեք։ Դա թուլության նշան չի, Քրիստոսակերպ ապրելը, Քրիստոսակերպ համբերելը թուլության նշան չի։ Խաչի վրա Տեր Հիսուսն ասեց. միթե չեմ կարող հորս աղաչել։ Կամ այն պարտեզի մեջ, երբ որ Պետրոսը սրով Մախքոսի աղկանջը կտրեց, միթե չեմ կարող ասել, որ 12 գուն հրեշտակներ ուղարկե։ Կարող էր։ Համբերելը նա չի, եղբայրներ, քույրեր, որ ուժը չի պատում։ Ուժը չի պատում, որ ինչ որ բան անես, ասում ես համբերեցի, եղբայր ջան։ Ես սպեցի ինձ համբերեցի։ Ուժը չի պատում, որտեղից կարողանաս անես։ Չես կարող մի բան անես։ Համբերելը նա է, որ հնարավորությունը ձեռքի տա։ Ուժը պատում է, բայց դու ներում ես եւ համբերում ես։ Սա է Քրիստոսակերպ կյանքը։ Սա են անձնավորությունները, ովքեր հանդիպում են ունեցել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև այդ հանդիպումից հետո էապես մարդկանց կյանքը փոխվում է, նրանք ուրիշ մարդ են դառնում։ Ամեն։ Լինենք սրանց մեջ, այս բազմության մեջ, ոչ թե նրանց մեջ, ովքեր որ գնում էին Հիսուսի հետևից, հետաքրքիր էր, հաց էր տալիս, ջուր էր տալիս, վերջապես բժշկում էր, հետաքրքիր էր, շատ լավ էր։ Կոպիտ ասած դրայվի մեջ էին ամեն ժամանակ, շարժի մեջ էին, բայց կային, որ փափագով էին նրա հետևից գնում։ Կանանց մասին գրված, որոնք գրված է իրանց ստացվածքով էին ծառայում Տիրոջը, փառք Տիրոջը այդ անձնավորությունների համար։ Որտեղ գտար քեզ, չեմ ուզում պատասխանես, ուզում եմ բարձրանաս աղոթքի։ Եվ խնդրենք Տիրոջից, որ Աստված մեզ զորություն ու ուժ տա, որ մենք կարողանանք լցվել Տիրոջմով եւ դառնանք Քրիստոսակերպ։ Այդ հանդիպումը թող կայանա։ Եղբայրներ, քույրեր, եկեղեցում հավաքվելը լավ բան է, տեսնում ենք իրար երեսներ, հանդիպում ենք միասին, միմյանց տեսնում ենք, հանդիպում ենք։ Եվ մեր հաղորդակցություններից արտավազդ եղբոր այդ շփվելուց շատ բան փոխվում է իմ մեջ, փառք Տիրոջը։ Բայց ես մի գաղտնի տեղ ունեմ, որ Աստված գիտի, եւ ես պետքա այդ գաղտնիում հանդիպեմ նրան, որը իմ էությունը կարող է ամբողջությամբ փոխել։ Կոլեկտիվը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, փոփոխություններ բերել մարդու կյանքի մեջ, բայց ոչ հիմնային։ Մարդու ներսը կարող է միայն փոխել Տեր Հիսուս Քրիստոսը։ Եթե դու ուզում ես ներսով փոխվես, ճիշտ պահն է, որ հիմա դիմես Տիրոջը։ Խնդրես նրանից հանդիպում քո ներսի սենյակի մեջ։ Հալելույա քեզ Տեր։